Հարությունյան Սիրեկանն եմ, Մրգաշեն վարչական շրջանի ղեկավար։ Պարոն Հարությունյան, խնդրեմ դեպքի վերաբերյալ մանրամասներ հայտնեք, նախ ով է սպանված քաղաքացին, կարծես է հենց տան դիմացել մանրամասները։ Սպանված քաղաքացին Արտուր Ավագյանն է, Վարազդատի, ծնված 1974 թվականին, ամուսնացած է, ունի 3 անչափահաս երեխա։ Մեր գյուղի ատամնաբուժն է, առաջին մասնագիտությունը, երկրորդով մի քիչ մեղվաբուծությամբ էր զբաղվում։ Գրեթե ողջ տարածաշրջանը ճանաչում է, եթե լրատվամիջոցներն էլ կհայտնեն, շատ հարազատ մարդիկ իրանց երևի այս միջոցով կիմանան։ Այսպես, չգիտեմ, մնացած հանգամանքների մասին դեռ քննչական մարմինները ոստիկանությունը զբաղվում են։ Եթե ընդհանուր արդեն ինչ-որ ինֆորմացիա ունենանք, ինձ թվում է արդեն ընդհանուր կհայտարարենք, բոլորս էլ տեղյակ կլինենք, այս պահին ոչ մի ինֆորմացիա չեն հայտնում, երևի քննչական այդ գործընթացի գաղտնիությունը պահելու նպատակով, ոչ մի բան չգիտենք, ժողովուրդ ջան, սենց։ Պարոն Հարությունյան, տունը որտեղ դեպք եղել է իրենց տունն է։ Հա, իր սեփական տունն էր, ընդամենը մի քանի ամիս առաջ է տեղափոխվել այս տանը, բնակվում է, բնակվել են ընտանիքով իրենց հայրական տանը, հիմա նոր ոնց որ տեղափոխվել էր իր տուն էլի։ Եվ կարծես հարազատներ էլ կան այստեղ, դուք իրենց հետ շփվում եք, զրուցում եք, ինչ են ասում։ Տանն է եղել, տնից են կանչել դուրս, թե աշխատանքից եկել։ Ճիշտն ասած, տանը կինն է եղել, կնոջ վիճակն էլ շատ ծանր է հիմա, կծկտուր բաներ գիտենք, մեկ ասում էր, որ զանգեցին դուրս եկավ, մեկ հետո ասում էր կանչեցին դուրս եկավ, ինքն էլ արդեն շոկի մեջ է, ինքն էլ չի հասկանում։ Այսինքն տնից կանչել են կամ զանգել են, տենց ինչ որ մի բան։ Այդ ինֆորմացիան մեզ հասած այդպեսին է։ Դուրս է եկել, հետո իրանց բակի տան շուն ունեն, 5-10 րոպե հետո շունը իր այդ ոտնամանը տարել է ներս։ Տարել է տեղից ընտանիքը իմացել է, որ ինչ-որ մի բան այն չի, ես կոշիկը բերեց։ Դուրս են եկել, վազել են ու այդ վիճակը արդեն։ Այստեղ ընկած։ Հա, բակում ընկած։ Իսկ բժիշկները, որ եկել են, մահը այստեղ է արձանագրել, թե տեղափոխվել։ Այո, չէ, այստեղ։ Փորձեցին շտաբ օգնության բրիգադը նայրի, ամեն ինչ արեց, իմ ներկայությամբ ես կանգնած եմ եղել, ամեն ինչ արեց։ Իդեպ շատ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ, չնայած կյանքը փրկել չկարողացավ, բայց սրտացավությունը այդ բժշկուհու աչքերից թափվում էր։ Ինքը ամեն ինչ փորձեց, տղերք, ամեն ինչ։ Դանակի մեկ թե մի քանի։ Մի քանի հարված է եղել։ Իսկ վերջին շրջանում ինչ-որ խնդիրներ ունեցել է, պարոն Ավագյանը ինչ-որ մեկը։ Ինքը այն տեսակի մարդ էր, հիմա որ ասեմ, կդիտարկվի, որ մարդը այլևս չկա, ուզում ենք գովասանքի խոսքեր ասենք, բայց ամենայն անկեղծությամբ եմ ասում, ինքը երբևիցե որևիցե մեկի հետ բացառապես կարամ ասեմ, որևիցե մեկի հետ երբևիցե խնդիր չի ունեցել։ Ինքը միշտ օգնող, միշտ հասնող, այն ատամնաբուժ ա եղել, բայց մեկի գլուխն ա ցավացել, մեկի ոտը, ինչ տարբերակ եղել է, ինքը հասել է, օգնել է, իդեպ այդ ամեն ինչը արել է առանց շահի, առանց շահախնդրության, շատ բարի, շատ պարկեշտ, աշխատասեր, իր ընտանիքով անձնավորություն ա եղել, իր ամբողջ կյանքը այդպես ա եղել։ Հիմա չգիտեմ ինչն է պատճառը, դե նորից եմ ասում, քննությունը արդեն կբացահայտի, պարզ կդառնա, երբ թե բոլորս էլ կիմանանք, բայց ամեն դեպքում թշնամություն բացառում եմ։